Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր 4-ն է հունվարի, մոտենում է մեծ տոնը, Սուրբ Ծննդյան և Մկրտության տոնը, Ամանորի տոնակատարությունները դեռ չեն ավարտվել շատերի մոտ, բայց մենք շարունակում ենք մեր աշխատանքը և այսօր կխոսենք այն ամենի մասին, ինչ հիմա տեղի ունենում աշխարհում, իսկ աշխարհում շատ լուրջ, պատմական, կարևոր, մեծ իրադարձություններ են տեղի ունենում, շատ բան է փոխվում աշխարհում, երեկվանից հետո շատ բան է փոխվել եւ այդ մասին մենք այսօր կխոսենք, կծանոթանանք Դոնալդ Թրամփի, Մարկո Ռուբիոյի հայտարարություններին, նոր աշխարհակարգի վերաբերյալ կծանոթանանք Ռուսաստանի Դաշնության արձագանքին, Չինաստանի, Իրանի, մի խոսքով ամեն ինչ շատ դուրս ձևով իրար է անցել եւ շատ բան է փոխվում մեր աչքի առջեւ։ Երեք Թրամփը հայտարարեց այդ օպերացիայից հետո, որը որ տեղի ունեցավ Վենեսուելայում, որ ինքը որպես թոք-շոու էր հետևում ուղիղ եթերում, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, այսինքն ինքը ուղիղ եթերում դիտում էր, թե ինչպես են մտնում Մոդուրոյի տուն առանձնասենյակ եւ իր ննջարանից ձերբակալում են Մադուրոյին եւ իր կնոջը։ Թրամփ ասում է, որ ընդամենը վայրկյաններ էր մնացել, որպեսզի Մադուրոն կարողանար թաքնվել, շատ լուրջ ձևով ինքը ապաստաններ էր կառուցել, որպեսզի կարողանար թաքնվել, բայց նրան դա չի հաջողվել եւ պարզ է դառնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ օպերացիայի ընթացքում, որը որ տևել է կես ժամ, ոչ մի զոհ չեն տվել, ճիշտ է ունեցել են վիրավորներ, Վենեսուելայում հաղորդվում է, որ եղել է ընդհանուր առմամբ 40 զոհ, ռուսական հակաօդային պաշտպանությունը չի հասցրել ոչինչ անել։ Դե պարզ էր ինձ համար, եթե մեքենաները լավն են, օրինակի համար ամերիկյան, գերմանական, ճապոնական եւ ռուսական մեքենաները վատն են, նույնն է նաեւ ռազմական տեխնիկայի մասով չի կարող այլ կերպ լինել։ Կարող է պայթուցիկները լավը լինեն, բայց որպես տեխնոլոգիա այդ ամենը չի կարող նորմալ ձևով կիրառվել, դրա համար Վենեսուելայի փաստացի հակաօդային պաշտպանությունը ոչինչ չի հասցրել անել, դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև ավիահարվածների ընթացքում ոչնչացրել է ռուսական բուքեր։ Ռուսաստանը փաստացի միլիարդ դոլարների կորուստ է ունեցել Վենեսուելայում, միլիարդների ներդրում է արել եւ հիմա անիմաստ եղա այդ ներդրումները փաստացի կորել են եւ փաստը այն է, որ Մոդուրոն ձերբակալված է, նրան արդեն տեղափոխեցին Նյու Յորք եւ դրանից հետո շատ կարեւոր եւ հետաքրքիր մամուլ ասուլիս տվեց Դոնալդ Թրամփը, Մարկո Ռուբիոն, Ամերիկայի զինված ուժերի հրամանատարները, նաեւ պաշտպանության նախարարը եւ մենք այդտեղից հասկանում ենք, որ իրոք աշխարհում շատ բան է փոխվել։ Նախ այդտեղ պատմեցին, թե ինչպես ամերիկյան սպեցնազը Մոդուրոյի տան կրկնօրինակն էր սարքել եւ պարապում էին ամեն օրվա ռեժիմով, որպեսզի ամեն ինչ անցնի շատ սահուն, հստակ, շատ սահուն եւ հստակ եւ այդպես էլ եղավ, այդ սպեցօպերացիան այդպես էլ անցկացվեց։ Թրամփը սկսեց պարծենալ, որ աշխարհում չկա որևիցե այլ երկիր կամ որևիցե այլ երկրի զինված ուժեր, որ նման օպերացիա կարողանան իրականացնել շատ արագ։ Եվ դա նաև փաստ է, պետք է նշենք, ու այդտեղից սկսեց Թրամփը սպառնալ մնացած բռնապետներին, ինչպես նաև խոսել Վենեսուելայի ճակատագրի մասին։ Ասենք Վենեսուելայի ճակատագրից նա ասում է, որ Վենեսուելայի մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ ներդրումներ էին արել, միլիարդավոր ներդրումներ, հետո Ուգո Չավեսը որ եկավ իշխանության, բեռնի ձևով եկավ իշխանության, Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպված եղան լքել Վենեսուելան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր նախագահները ստիպված էին հաշտվել այդ փաստի հետ, բայց ինքը չի հաշտվում, դրա համար հետ է վերադարձնում այն ամենը, ինչ պատկանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Նա հստակ հասկացնել է տալիս, որ Վենեսուելայում այսուհետ ընտրությունները կանցկացվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո եւ ինքը թույլ չի տա, որպեսզի բեռնապետական ռեժիմը մնա
Վենեսուելայում։ Նա նույնիսկ չբացառեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ներկայություն լինի Վենեսուելայում։ Ճիշտ է, այս պահի դրությամբ ոչ մի այդպիսի բան չկա, եւ Վենեսուելայի պաշտպանության նախարարը մեծ հայտարարություններ է անում, կրկին ծիծաղի առաջանում մարդու մոտ, բայց անում է, երևի թե ինքն էլ ուզում է վերջին իր կռիվը տալ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, կամ էլ շատ շուտ կփոխի իր տեսակետը, կարող է նույնիսկ հանձնվել կամ փախնել երկրից։ Մի խոսքով Ռուսաստանի արտգործնախարարության հիստերիայից մենք հասկանում ենք, որ շատ բան է փոխվել Վենեսուելայում, բայց կան տարբեր վերլուծաբաններ, ովքեր որ օրինակի համար չեն սիրում Թրամփին եւ ասում են, այսինքն արևմտյան փորձագետների մասին է խոսքը։ Այդպիսի փորձագետներ կան նաեւ Հայաստանում, այսինքն ինչպես որ հականիկոլականություն կա, այդպես էլ հակա Թրամփական մոտեցումներ կան, իմաստը ասածից այն է, որ անես լավ թե վատ, միևնույն է քեզ քննադատելու են։ Եվ հիմա Թրամփի քննադատները ասում են, որ Թրամփին պետք է ուղղակի շոու եւ ինքը թակած ունի Վենեսուելայի ճակատագրի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի վրա։ Ես այդպես չեմ կարծում եւ այդ մամլո ասուլիսից մենք հստակ հասկացանք, որ իրականում Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա նավթ են սկսելու արտահանել Վենեսուելայում եւ նավթի գները նվազելու են։ Իմիջիայլոց ես քանի չեմ մոռացել ասեմ նաեւ այն, որ հետաքրքիր հիմա փոփոխություններ տեղի կունենան նաեւ այդ առումով, որ նավթի գները կարող է նվազեն, ոչ շատ արագ, բայց մոտ ապագայում, երբ որ ամեն ինչ կայունանա, հիմա հակառակը կարող է մի փոքր գների աճ նկատվի, բայց շատ շուտ ամիսներ անց անպայման դա հակառակ էֆեկտը կունենա, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի լավ նորմալ ձևով արդեն հաստատվեն Վենեսուելայում եւ նավթի գները միանգամից կնվազեն եւ դա մեծ հարված է։ Շատ մեծ հարված է ում Ռուսաստանի Դաշնության եւ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, ես կարծում եմ լավ լուրջ է սա նաեւ Ադրբեջանի համար։ Նաեւ Ադրբեջանի նախագահի համար եւս համաձայնվեք, այսինքն բոլոր բռնապետական ռեժիմներին եւ բռնապետական ռեժիմներին, որոնք որ ունեն նավթ, ավելի շատ էր նրանց վերաբերվում։ Եվ այդ մամլո ասուլիսի ժամանակ հետաքրքիր հայտարարություններ եղան Կոլումբիայի մասով, նա ասաց, որ ես զգուշացրել եմ, Թրամփը ասաց Կոլումբիայի նախագահին, որ ինքը եւս մեծ քանակությամբ թմրանյութեր է տեղափոխում Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ինքը եւս պետք է շատ չափազանց ուշադիր գտնվի։ Նա սպառնաց նաեւ Մեքսիկային, չնայած որ ասաց Կինիայի տեղ ղեկավարը, բայց իրենք էլ պետք է ուշադիր լինեն։ Մարկո Ռուբիոն խոսեց նաեւ Կուբայից, Կուբային եւս հաստատի սպառնալիք կար ուղված։ Մարկո Ռուբիոն ընդհանրապես ասաց, որ շատ ուշադիր եղեք եւ զգույշ եղեք այս նախագահի հետ, խաղեր մի տա եւ հստակ ասաց, որ խաղեր մի խաղա այս նախագահի հետ։ Այդպիսի հայտարարություններ են փաստացի արվել, նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի հրամանատարը ասաց, որ մենք ցանկացած կետում կարող ենք նման օպերացիա իրականացնել, եթե պետք լինի։ Հետո երբ որ արդեն այդ բոլոր բռնապետական ռեժիմներին անդրադարձան, խոսք եղավ նաև Վլադիմիր Պուտինի մասին, կրկին անդրադարձ ռուս-ուկրաինական պատերազմին, ասաց, որ շատ դժվար է այդ պատերազմը կարգավորել, բայց այդ ֆոնին ինքը ասաց, որ ինքը շատ դժգոհ է նաև Վլադիմիր Պուտինից, Վլադիմիր Պուտինին փաստացի մարդասպանության մեջ մեղադրեց Դոնալդ Թրամփը, ավելի կոպիտ արտահայտվեց այդ մամլո ասուլիսի ժամանակ եւ այդ ամենը կարծես թե նաև հնչեց այնպես, որ Վլադիմիր Պուտինը եւս պետք է շատ ուշադիր հիմա գտնվի։ Եվ շատ հստակ նաև ասեց Թրամփը, որ ինքը արդեն դժգոհ է այն կոնտակտներով, որը որ ունեցել է Պուտինի հետ։ Ճիշտ է, Թրամփը մեկ ասում է շատ գոհ է, մեկ ասում է շատ դժգոհ է, բայց արի գործողությունները վերցանենք, սիրելի հայրենակիցներ, այդ գործողության ֆոնին ինքնագնահատականը եւս շատ լուրջ ձևով բարձրացավ Դոնալդ Թրամփին եւ ինքը ստիպված եղավ, կարծում եմ, ավելի այլ ձև արտահայտվել Վլադիմիր Պուտինի հասցեին, դրանց բացի երևի թե այդ վերջին սուտը ավելի շատ է հիմա ազդել Դոնալդ Թրամփի վրա, Վլադիմիր Պուտինի սատի մասին է խոսքը, թե իբր
Վալդայում Ուկրաինան գրոհել էր նրա բանի վրա, այդպես ասենք էլի ավելի ճիշտ կլինի, Պուտինի բանի վրա գրոհը Թրամփը հասկացել է, որ դա սուտ է եւ դրա մասին նաեւ զեկուցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունն է դրա մասին զեկուցել։ Ու հետաքրքիրը գիտեք որն է, ամենահետաքրքիրը այն է, որ այս ամենին արձագանքել է նաև Դիմիտրի Մեդվեդևը։ Դիմիտրի Մեդվեդևը, ով որ շատ սուր է սիրում արձագանքել, բավականին խառնված ոճով կրառումներ է արել, ասելով, որ պետք է երկրները զինվեն, պետք է ունենան ատոմային զենք, որպեսզի նման բան իրենց հետ տեղի չունենա, փաստացի վախից Մեդվեդևը ասում է, որ մենք ունենք ատոմային զենք եւ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ դուք նման բան չեք կարող իրականացնել։ Բայց նույն ժամանակ իրոք շատ կարծում եմ վախեցած են ռուսները, քանի որ եթե կես ժամ է տևել այդ օպերացիան Վենեսուելայում եւ ընդամենը վարկյանների ընթացքում եկալ խոհեն Մադուրոն եւ չի հասցրել ոչինչ անել, ապա դժվար թե նման բան եթե տեղի ունենա օրինակի համար մենք փորձում ենք վերլուծել Ռուսաստանի Դաշնությունում, դժվար թե Վլադիմիր Պուտինը հասցնի իր այդ ատոմային ռումբը կիրառել որևիցե մեկի նկատմամբ։ Այսինքն իրենք էլ հասկանում են եւ իրենց համար նույնպես շատ լուրջ զգուշացում է դա։ Եվ դրանից բացի ես ինչպես նշեցի, սա մեծ հարված էր Չինաստանի համար, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի արտգործնախարարությունը շատ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իրանինը եւ ամենակոշտը կարծես թե Ռուսաստանինն էր, բայց հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը փաստացի Վենեսուելայում եւ Վենեսուելայում մեծ գումարներ եւ բավականին կարևոր զենքեր կորցրեց հակաօդային պաշտպանություն ռուսական եւ Ռուսաստանի բռնապետ աջակիցների քանակը օրեցօր նվազում է, տեսանք թե ինչ տեղի ունեցավ Ասադի հետ ընդամենը 1 տարի է անցել, ինչ Ասադը փախուստի դիմեց, հիմա մի փոքր այլ իրավիճակ, ավելի սարսափելի իրենց համար իրավիճակ տեղի ունեցավ Վենեսուելայում։ Հաջորդը որ երկիրն է լինելու, կարծում եմ բարձր այդ մամլո ասուլիսից Կոլումբիա, հնարավոր է նաև Մեքսիկա, քիչ հավանական է, բայց ամեն դեպքում հնչեց Կուբայի անունը օրեր առաջ նաև Իրանի մասին էր գրառում կատարել Դոնալդ Թրամփը, այնպես որ հիմա ցանկացած երկրի հետ Դոնալդ Թրամփը կարող է վարվել այդպես եւ ես չեմ կարծում, որ որևիցե մեկը կարող է դրան դիմադրել։ Կգնեմ այստեղ խոսքը ոչ լավի եւ ոչ էլ վատի մասին է, մենք խոսում ենք փաստերից, որ նման բան կարող է հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները իրեն թույլ տալ, կողքի դնելով միջազգային օրենքը եւ ոչ ոք ոչինչ չի կարող անել Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Միջայլոց Կայա Կալասի արձագանքը եւս սպասելի էր, բայց ինչ որ միտեղ մեզ համար սովորական չէ եւ տարօրինակ հնչեց, այսինքն փաստացի Կայա Կալասը չաջակցեց այդ ամենին, ինչ իրականացրեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, նույնն էր նաեւ նման էր ոչ է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարության Կիր Ստարմերի եւ բոլորը հասկացան են տալիս, որ միջազգային օրենքը կոպտագույն ձևով խախտել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, չնայած որ Մադուրոյի ընտրությունը եւս կոպտագույն խախտում էր միջազգային օրենքների եւ նա լեգիտիմ նախագահ չէր։ Եվ ահա կատարվածի ֆոնին տեղեկություններ ենք նաեւ ստանում, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիայում հարվածներ են հասցրել իսլամական պետության ահաբեկիչների դիրքերին։ Փաստացի դերևս գոյություն ունի Սիրիայում իսլամական պետությունը, ոչ միայն Սիրիայում, նաև Թուրքիայում էին վերջերս նրանք գլուխ բարձրացնում, եւ սա եւս ինչ որ հետաքրքիր բաների մասի է վկայում։ Իսկ դրանից բացի պետք է Իրանի մասով էլ նշեմ, որ Իրանում հակակառավարական ցույցերը շարունակվում են եւ այդ հակակառավարական ցույցերը ճնշելու համար Իրանի իշխանությունները կոնկրետ կրակել են սկսել ցուցարարների վրա։ Կարելի է կոնկրետ նշել նաև Իսվախանում վերջին դեպքը, երբ որ իրավապահները կրակ են բացել ցուցարարների վրա։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ալի Հոմենին, Իրանի հոգևոր առաջնորդը, նա ասում է, որ իրական խնդիրներ կան երկրում, լուրջ խնդիրներ կան,
բայց նույն ժամանակ ասել է, որ նրանց հետ, ովքեր որ անկարգություններ են անում, իրենք շատ կոշտ են վարվելու։ Այս ֆոնին ցույցերը ավելի ու ավելի մեծացել են Իրանում, ճիշտ է, ինտերնետի հետ կապված լուրջ խնդիրներ կան, բայց այնուամենայնիվ որոշ տեղեկություններ մենք ստանում ենք տարբեր տեղերից եւ այս պահի դրությամբ շատ լարված է իրավիճակը Իրանում, գնաճը ավելի լուրջ է դարձել, բազմաթիվ խանութներ են փակ եւ կարելի ասել, որ արտակարգ իրավիճակի նման ինչ-որ շատ բարդ իրավիճակ է հիմա Իրանում։ Այս պահի դրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։